Ինչի համար է պատարագը եւ սուրբ հաղորդությունը։ Դրա մասին իհարկե արժե կարդալ, որպես հանրամատչելի գրականություն խորհուրդ եմ տալիս ահա այս գիրքը։ 100 հարց սուրբ հաղորդության մասին։ Հեղինակն է Զաքարիա Վարդապետ Բաղումյանը։ Եթե կարճ, ապա պատարագը հնարավորություն է մեղքերը խոստովանելու, ապաշխարելու, Աստծուն մեր մեջ ընդունելու։ Բայց ինչ տեսանք Հովանավանքում անցած կիրակի։ Քաղաքական աղմուկ աղաղակ։ Կապայականները, падգամավորները, չինովնիկները, մարսպետները, նոմենկլատուրան մի խոսքով եկել էր եկեղեցի իր սերը, իր հավատարմությունը, իր հիացմունքը արտահայտելու իրենց քաղաքական լիդերով։ Եվ դա անում էր կարգալույծ քահանայի գլխավորությամբ։ Այդ նախկին քահանան ամբիոնից փառաբանեց իր քաղաքական լիդերին եւ արժանացավ պատարագի ժամանակ, ուշադրություն դարձրեք, արժանացավ ծափահարությունների։ Եթե այդ մարդիկ եւ այդ նախկին քահանան ցանկություն ունեն փառաբանելու իրենց լիդերին, ապա դա կարող են անել ցանկացած տեղում, բայց ոչ եկեղեցում։